Սերժ Սարգսյանն էլ հեռանալու մտադրություն չուներ, քիչ առաջ կառավարության շենքում ջրբազրույց է տալիս Հայաստանի 16-րդ վարչապետը ու հայտարարում է, բայց ստիպված էր հեռանալ։ Փաշինյան Նիկոլ, Քրիստոսի անունը տալով դու ինչքան պիտի շարունակես 100 հազարավոր մարդկանց մոլորեցնել։ Եթե նախկինում խաբում էիք ժողովրդի անունը տալով, հանուն դեմոկրատիայի, հիմա խաբում եք Քրիստոսի անունը տալով հանուն քրիստոնեության, հանուն եկեղեցու։ Ու այս պղծությունը դուք ինչքան ժամանակ պիտի շարունակեք։ Մեկը չկա այդ լրագրողներից, ասի հարցնի, իսկ Սերժ Սարգսյանը ուր է հեռացել, որ։ Իսկ դու երբ ես հեռացրել Սարգսյանին, իսկ դու այդքան կայիր, դու այդքան կայիր, որ կարողանայր Սերժ Սարգսյանին հեռացնել։ Դու Արայիկ Հարությունյանը, ով գիտի ևս ազգային անվտանգության ծառայության գործակալ, Արարատ Միրզոյանը հաստատված գործակալ, եւ այսպես շարունակ կարող էիք հեռացնել իշխանությունից Սերժ Սարգսյանին։ Ու այս ամեն ինչը տեղի է ունենում, հարգելի բարեկամներ, հետևյալ արտահայտությունների ֆոնին, որը արել են հենց իրենք։ Եվ այս ամենը խոսում է նրա մասին, որ մենք գործ ունենք ոչ միայն ամորալ պատոննկների հետ, այլ ուղղակի հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց հետ, ում բերել շպրտել են վարչապետի, նախարարների, տարբեր աթոռների։ 44 օրյա պատերազմը քննող հանձնաժողովում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը, Դավիթ Սանասարյանը հարց է տալիս, ասում է, պարոն վարչապետ, կարող է մտածել եք հեչ, մոտավորապես եմ մեջ բերում, YouTube-ում կա, կարող եք մտնել նայել։ Մտածել եք հեչ, որ Արցախյան հարցով եկել հասել էր բանը ոչ պոպուլյար որոշումների համար եւ այդպես հեչ տվեցին իշխանությունը մեզ կամ ձեզ, էական չի։ Նիկոլը ծիծաղում է, Անդրանիկ Քոչարյանը իր ցինիկ դեմքն է ընդունում եւ պատասխանում է։ Այսպես կիսածիծաղելով, դե հա, ասում է, իմ մտքով էլ է մեկ-մեկ անցնում։ Եվ այս արտահայտությունը անող մարդը խոսում է Սերժ Սարգսյանին հեռացնելու մասին։ Ալեն Սիմոնյանը, ազգային ժողովի նախագահը, այն անձնավորությունը, ով ժամանակին Պալյան Էմային եւ Պալյան Էմայի կոլեգա լրագրողներին Արարատ Նյուզում աշքելում էր գրել Միքայել Մինասյան, Ալեքսանդր Սարգսյան կամ Սաշիկ անունները հոդվածներում։ Այս անձնավորությունը բազմաթիվ անգամներ ելույթ է ունեցել որպես ազգային ժողովի նախագահ ամբիոնից, պարլամենտի, եւ ասել է, որ Սերժ Սարգսյանը իշխանությունը հանձնել է իրենց եւ հեռացել է, էլի մոտավորապես է մեջբերում, իմաստն են մեջբերում, խոսքը մոտավորապես է։ Այն մի հատ հանրապետական աղջիկ կա, դուրս է գալիս, ասում է, դուք իշխանազավթ եք, սա էլ դուրս է գալիս, ասում է, ինչ եք իշխանազավթ, բա որ իշխանազավթ եք, իշխանությունը ինչի այդպես հանգիստ հանձնեցիք մեզ։ Սա ասում է Ալեն Սիմոնյանը, բազմաթիվ անգամներ։ Գեգամ Նազարյանը ելույթ է ունենում ազգային ժողովում եւ ասում է, էլի մոտավորապես պիտի մեջ բերեմ, իշխանությունը հանձնել եք այս մարդկանց։ Գեգամ Նազարյանն է ասում, որ ձգեցին, վերջում իշխանությունը հանձնեցին այս մարդկանց եւ հեռացան։ Եվ իմիջայլոց Գեգամի այդ խոսքը կիսվում է իր Facebook-յան էջում Արայիկ Հարությունյանը, աշխատակազմի ղեկավարը։
Արման թե Արամ Եղոյանն է ելույթ ունենում առաջին EM-ով եւ մոտավորապես էլի նույն բանն է ասում, որ ժամանակն է եկել խոսենք նաեւ այն մասին, թե ինչպես իշխանությունները հանձնեցին նախկին ռեժիմը հանձնեց իշխանությունը եւ հեռացավ։ Եվ այդ բոլորի հիմքում Արցախն է։ Բոլորի պատճառը ոչ պոպուլյար որոշումների կայացումն է։ Եվ այս շարքը կարելի է երկար թողել։ Թե ինչպես են ճշման տակ, արկա արդեն փաստարկների տակ եւ նաեւ այս ողբերգության ճշմամբ իրենց կաշին փրկելու համար երբեմն այս մարդիկ խոսում տեղի ունեցած կեղծ հեղափոխության մասին, թե ինչպես են իրենք միլիոնավոր մարդկանց խաբել։ 100-ից ավել գերառումներ, փաստարկված խոսք, տարբեր եթերներից սկսած 5-րդ տալիք, որը կտրում էին վերջացրած հայելի եւ այսպես շարունակ։ Պոլիտիկայի բազմաթիվ կայքերում եւ ամենակարևորը իմ Facebook-յան էջի միջոցով, որը դիտել են 100,000-ավոր մարդիկ։ Եվ այսքան բանից հետո, այսքան ողբերգությունից հետո Փաշինյան Նիկոլը խոսում է նրա մասին, որ ինքը ստիպել է Սերժն էլ ասում է չէր ուզում հեռանալ, բայց հեռացրեցին, բայց հեռացավ։ Հեռացավ եւ քեզ հետ ամիսներ շարունակ ապրեց դուր դրան, ես չեմ սիրում էլի, բան չի, այսպես հեռակա վիրավորանքներ տալը, բայց չի լինում էլի, ինչքան պիտի դուք շարունակեք մոլորեցնել։ Հեռացավ ու շարունակեց դիվանագետներ նշանակել բարձրաստիճան, դեսպաններ նշանակել, ազգային անվտանգության ծառայության տնօրեններ նշանակել Փաշինյան Նիկոլ։ Հեռացավ Սերժ Սարգսյանը եւ շարունակեց Հայաստանի Հանրապետության մեդիա դաշտը, բլոգոսֆերան պահել իր ուղիղ ենթակայության տակ, որպեսզի հանկարծ այս թեմաներով չխոսեն։ Դու ավարտված պատդոնը ես Փաշինյան Նիկոլ եւ դու սա անում ես քրիստոնեական Քրիստոսի քրիստոնեական ուսմունքի Քրիստոսի վարդապետության տարածման եկեղեցու նորոգման ֆոնին 50 տարեկան մարդ ես, լսի, 50 տարեկան սպիտակած մազերով մարդ ես, դու բացարձակապես սովես չունես Փաշինյան Նիկոլ, բացարձակապես, հեռացավ ու 100,000-ավոր դոլարներ այսօր ծախսում է նրա վրա, որ հանկարծ իրեն ոչ հարմար թեմաները մեդիա դաշտում չքննարկվեն, հա Փաշինյան Նիկոլ, հեռացավ ու իր այդ շենքում նստած տարբեր մարդկանց է ընդունում, տարբեր հրահանգներ է տալիս, հա, քաղաքական։ Հեռացել է իշխանությունից Շևարդնաձեն, հեռացրել են իշխանությունից Շևարդնաձեին, որի ազդեցությունը հավասարվեց 0-ի։ Հեռացել է իշխանությունից Յանուկովիչը, ով նաև փախավ երկրից։ Ակաևն է հեռացել իշխանությունից, ով եւս երկրից դուրս եկավ մազապուրց։ Բայց Սերժ Սարգսյանը ուր է հեռացել։ Պատոնակ։ Փաշինյան Նիկոլ, դու ինչքան պիտի շարունակես ժողովրդին խաբել։ Հանուն Քրիստոսի ինչքան պիտի շարունակես տականք գոնե Տիրոջ անունը մի տուր։ Գոնե Աստծո անունը մի տուր։ Ինչքան դու պիտի դեռ շարունակես մոլորեցնել ու խաբել ժողովրդին, բա որ հեռացել է Սերժ Սարգսյանը։ Այդ բլոգերները ովքեր են, այդ fake page-երը, ով է փող տալիս, որ ամենավերջին հայոյանքները գրեն ինձ։ Սամադուր Պատոնակ։ Ով է ֆինանսավորում այդ ամենը, Փաշինյան Նիկոլ։ Լրագրողական դաշտը ով է ֆինանսավորում, որ հեռացել է։ Դեսպաններին ով է նշանակում։
Գուրգեն Արսենյանին դու ես դեսպան նշանակել Ռուսաստանում։ Վարուժան Ներսիսյանին դու ես դեսպան նշանակել Մեծ Բրիտանիայում։ Գենշտաբի պետերին դու ես նշանակում Փաշինյան Նիկոլ։ Հոկտեմբերի 10-ի հրադադարը ով էր, ում ցուցումով էր խախտվում։ Իսկ ում ցուցումով է մինչև հիմա սերժական լրատվականներում այդ թեման փակ, ում ցուցումով Փաշինյան Նիկոլ։ Դիսկեր կան Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թեման ինչու չի քննարկվում Փաշինյան Նիկոլ, որտեղ հայերը անցնում են ադրբեջանական հսկողության միջով, այդ լրագրողները այդ հարցն չի չեն տալիս, այդ ազատ անկախ լրագրողները։ Լսի, չկա աշխարհում որևէ երկիր, որտեղ ազգային կամ հատուկ ծառայությունների գործակալները հեղափոխություն անեն այն ռեժիմի դեմ, որին իրենք ծառայել են, հասկանում ես, չկա այդպիսի բան, չկա։ Բա որ ստիպել ես, որ հեռանան, միջև հեռանալը, քո գործակալ ԱԱՑ գործակալ գործընկերների թղթերը ինչու չէր հրապարակվում, քո գործակալական թղթերը, քո կամ փաստաթղթերը, որոնք ապացուցում են քո եւ նախկին ռեժիմի քո կողմից հանցավոր հրճակված ռեժիմի կապը հաստատող թղթերը, կոմպրոմատները, ինչու չի հրապարակվում Փաշինյան Նիկոլ, սուրբ ես եղել, հա, Նիկոլ սուրբն ես դու, քո վրա ոչ մի թուղթ չի եղել, որ չի հրապարակել Սերժը իր փեսեն, Դու կարող ես երկար ժամանակ խաբել մարդկանց, բայց դա հավերժ չի տևելու, Նիկոլ, դա հավերժ չի լինելու։ Իրականությունը դուրս է գալու ջրի երես։ Իրականությունը դուրս է գալու ջրի երես։ Այս մեծ ավանտյուրան, որին զո դարձավ մի ողջ սերունդ։ Մի ողջ սերունդ Փաշինյան Նիկոլ, հա? Այս ամեն ինչը բացահայտվելու է։ Սուրբ գրքում է գրված։ Սուրբ գրքում է գրված։ Եվ դու քո տերերը կանգնելու եք դատարանի ու դատաստանի առաջ։ Երանի այն հային, ով հային կազատի հայից։ Ձեր տերը ռենեգատությունն է, օպորտունիզմն է, ուխտադրժությունն է։ Ձեր տերը դրա մարմնացումն է։ Ես ձեր տիրոջ մերը